Այսօր խոսելու եմ Երևանի իշխանությունների կողմից արդեն շուրջ 2.5 տարի եւս մեկ չիրագործված ծրագրի մասին։ Խոսքը կրկին մետրոպոլիտենի մասին է, բայց այս անգամ ոչ թե մետրոպոլիտենի Աչափնյակ կայարանի, այլ մետրոպոլիտենի շարժակազմերի, մետրոպոլիտենի վագոնների մասին։ Ինչի մասին է խոսքը։ Ուրեմն կրկին 2023 թվական, կրկին օգոստոս ամիս, կրկին նախընտրական շրջան Երևան քաղաքի համար եւ Երևանի մետրոպոլիտենի Facebook-յան էջում կարդում ենք. շուտով Երևանի մետրոպոլիտենում շահագործվող շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Անցնում է 1 տարի 3 ամիս։ 2024 թվականի նոյեմբերին հարցում եմ կատարում Երևանի քաղաքապետարան ճշտելու համար արդյոք Երևանի քաղաքապետարանը պատրաստում է ձեռք բերել մետրոպոլիտենի համար շարժակազմեր, նոր վագոններ։ Եթե այո, ապա քանի հատ, ինչ մակնիշի, որ գործարանից, որ երկրից, ինչ միջոցներով եւ երբ։ Երևանի քաղաքապետարանից ինձ պատասխանեցին, ասելով, որ կառավարությանն է ներկայացվել մետրոպոլիտենի արդիականացման ընդհանուր ծրագիր, որով նախատեսում է մետրոպոլիտենի համար 45 հատ վագոն ձեռք բերել, կամ 15 շարժակազմ, ընդհանուր 73 միլիարդ 843 միլիոն դրամի։ Անցնում է 1 ամիս եւ 2024 թվականի դեկտեմբերին Երևանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր Երևանի զարգացման ծրագիրը, կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրագործման գրասենյակի ղեկավար Տիկին Անետա Բաբայանին հարց ուղղեցի։ Մետրոյի շարժակազմերը այս ծրագրով փոխվել է եւ ինչքան ժամանակում է փոխվելու։ Դիմել եմ մետրոպոլիտենին, ինձ պատասխանվել է, որ 74 միլիարդ դրամ 45 վագոնի համար 15 շարժակազմ են ուզում, կառավարությունից 74 միլիարդ են ուզել, ինչքան ժամանակում կլինի, ունեք նախնական պատկերացում, որ այս ծրագիրը կամ այս գումարը կհատկացվի, ասենք, չգիտեմ, 2 տարվա ընթացքում կամ 3 տարվա ընթացքում։ Իմ այս պահի, այսպես ասած, տեղեկատվությունը կարա եզրափակվի ապագա մի քանի ամիսների մեր նպատակադրումներով։ Լսեցիք, ապագա մի քանի ամիսների մեր նպատակադրումներով։ Շարունակենք դիտել։ Ինչ եք մեր դիրախավորել ասում։ Դա հետևյալն է, մինչև տարեվերջ նրանշարված ներդրումային ծրագրի առաջարկում կարգի կառավարություն, այնտեղից վերջնական հաստատում ունենալու պարագայում մեկնարկել արդեն պաշտպանության բանակցությունների ֆինանսական եւ ինստիտուտների հետ, այսինքն նաեւ կախված է թե ինչ կորոշի կառավարությունը ֆինանսավորման աղբյուրի հետ։ Էլի կախված է կառավարության որոշումից։ Անցավ 1 տարի։ 2025 թվականի դեկտեմբերին նույն հանձնաժողովում նույն տիկնոջը հարց եմ ուղղում էլի։ Մետրոյի մասին է խոսքը, 45 հատ վագոն անհրաժեշտ կամ 15 շարժակազմ անհրաժեշտ, որպեսզի փոխվի եւ փոխելու համար 74 միլիարդ դրամ գումար անհրաժեշտ, որը պետք է տրամադրել կառավարությունը, ճիշտ եմ ասում։ Եվ այդ հարցի շուրջ ասացիք, որ կառավարությունը քննարկում է լինելու, առաջիկա ամիսների ընթացքում այդ հարցը կլուծվի։ Հիմա այդ հարցը 25 թվականին չի լուծվել։ 26 թվականին այդ հարցը լուծվելու է, թե չէ։ Ես բյուջեն նայել եմ, բյուջեում տենց տող չկա մետրոյի վագոնների կամ շարժակազմերի համար։ 26 թվականին արդյոք լինելու է մետրոյի նոր շարժակազմեր կամ նոր վագոններ, թե ոչ։ Այսինքն մենք աջակցակի ներդրումային ծրագիրը եւ մետրոյի նույն փաթեթով ենք տարել կառավարություն։ Աչափնյակի կայարանի կառուցումն ու վագոնների թարմացումը նույն փաթեթով, այսինքն 2026 թվականին էլ նոր վագոններ չեն լինի։ Վագոններն էլ Աչափնյակի կայարանի ճակատագրին արժանացան։ Գրենք սառույցին։ Սա էլ չի լինելու։ Ամփոփելով խոսքս կարող եմ եզրակացնել, որ օրվա իշխանությունները հերթական անգամ ճոռոմ խոսումներ են տվել, հերթական անգամ խաբել են մեր հանրությանը ընտրություններից առաջ ձայներ կորզելու, ձայներ գողանալու համար։
Լավ եղեք, մինչ հաջորդ բացահայտում։